Այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, մեր Արարիչ Աստծո ողորմության եւ օրհնության մասին է։ Շատ հաճախ մարդիկ չեն զանազանում Տիրոջ օրհնությունը Տիրոջ ողորմությունից։ Եվ գտնվելով ողորմության տակ, մտածում են, որ իրանք Տիրոջ օրհնության մեջ են։ Որն է տարբերությունը։ Համայն մարդկությունը անապաշխար մարդիկ գտնվում են Տիրոջ ողորմության տակ։ Քանի որ մենք ապրում ենք այսօր օրհնության դարաշրջանում։ Կար օրենքի դարաշրջան, որտեղ մեղքը քարկոծվում էր եւ սպանում էին նույն վայրկյանին։ Քանի որ Տերը ասել էր մեղանչողը պիտի մեռնի եւ մեղանչողը մեռնում էր։ Բայց Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մեռելներից հարությունից հետո մենք մտանք շնորհքի դարաշրջան, որտեղ որ Տերը երկայնամիտ է եւ մեր սխալները համբերում է եւ Տիրոջ երկայնամտությունը մեր ապաշխարության համար է։ Եվ այս ընթացքը, որի մեջ մենք ապրում ենք մինչև մեր խոստովանությունը, մինչև մեր դարձի գալը, մինչև մեր ապաշխարությունը, սա Տիրոջ ողորմությունն է, որ Տերը մեզ համբերելով ողորմություն է անում։ Բայց դու չես կարող Տիրոջ ողորմության մեջ գտնվելով դու օրհնված լինես, որովհետև դու դեռ գտնվում ես մեղքի եւ մահվան իշխանության տակ։ Իսկ այնտեղ ես խոսեցի եւ շատ անգամներ պիտի խոսեմ, որ չկա մեղքի եւ մահվան իշխանության տակ օրհնություններ։ Օրհնությունը միայն Հայր Աստծո իշխանության մեջ է։ Եվ այն օրը, որ դու գիտակցաբար ամենայն լրջությամբ խորապես քո ամբողջ մտքով, սրտով, քո էությունով հասկանում ես եւ քո մեղքերը բերում ես Տիրոջ առջև եւ խոստանում ես, որ երբեք չես վերադառնա այդ գարշելի մեղքերին, Տերը ներում է, քանի որ հավատարիմ եւ արդար է Տերը։ Եվ ներելով քեզ ընդունում է իր սուրբ ընտանիքը, որդիական ստատուս ես ձեռք բերում։ Մինչ այդ դու որդի չես, մինչ այդ Տիրոջ օրհնությունները քո կյանքի մեջ չեն գործում, Տիրոջ խոստումները քո կյանքի մեջ չեն գործում, քանի որ դու ուխտի մեջ չես Տիրոջ հետ։ Բայց այն օրը, որ դու խոստովանում ես մեղքերդ եւ Տերը ընդունում է քեզ, որդեգրություն է անում քեզ, այդ օրվանից դու մտնում ես Տիրոջ օրհնության մեջ։ Մինչ այդ դու Տիրոջ ողորմության տակ ես։ Պիտի օրինակ բերեմ Աբրահամին։ Աբրահամը ազգությամբ ասորի էր եւ Աբրահամ եւ ասորիները այդ ժամանակ կռապաշտ էին եւ տարբեր կուռքերի էին պաշտում, ասել է թե դևերի էին պաշտում, անգամ իրանց երեխաներին զոհաբերում էին այդ դևերին։ Եվ այդ ժամանակահատվածում, որ Աբրահամը աչքերը բացել է եւ իր ընտանիքի մեջ այդ աստվածպաշտությունն ա տեսել փոքրատարով, Տերը խոստում չուներ Աբրահամի հետ։ Տերը ոչ մի մաս ու բաժին չուներ, Տերը ոչ մի ուխտ չուներ, Աբրահամը օրհնված չէր Աստծո կողմից։ Բայց Աբրահամը գտնվում էր Տիրոջ ողորմության տակ, որ մի օր, երբ որ լսի Տիրոջ ձայնը, գնա Տիրոջ ետևից մտնի այդ օրհնությունների մեջ։ Եվ Տերը մի օր կանչեց Աբրահամին եւ ասեց. «Թող քո հոր տունդ եւ արի քեզ պիտի մի հատ երկիր ցույց տամ, Քանանի երկիրը, եւ դու այնտեղ պանդուխտ պիտի լինես, բայց քո սերունդը այս ամբողջ երկիրը պիտի ժառանգի եւ դու բազմության հայր պիտի լինես»։ Այն ժամանակ, որ Աբրահամը երեխա չուներ եւ 75 տարեկան էր եւ 25 տարի հետո կատարվեց Տիրոջ խոստումները եւ Տերը բազմաթիվ խոստումներ ուներ եւ օրհնություններ ուներ Աբրահամի համար եւ ասեց երկնքի աստղերի չափ պիտի լինի քո սերունդը եւ քեզ օրհնողը պիտի օրհնվի եւ քեզ անիծողը պիտի անիծի եւ այդ օրհնության մեջ մտավ Աբրահամը։ Մինչ այդ Աբրահամը հեթանոս, կռապաշտ, դևերին պաշտող մի հատ ազգության մեջ էր ապրում, որ Տիրոջ այդ մաս ու բաժին չուներ, ինչպես մենք այսօր ապրում ենք, թեկուզ ծնվել ենք քրիստոնյա երկրում, բայց մենք Տիրոջ այդ մաս ու բաժին չունենք, բայց մենք մեղքի եւ մահվան իշխանության տակ ենք եւ Տիրոջ օրհնությունը չի գործում մեր կյանքի մեջ։ Երբ որ անապաշխար մարդը խոսում է օրհնության մասին, որը չի ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ եւ չի ընդունել Հիսուս Քրիստոսի կատարած խաչի զոհաբերությունը եւ այդ սուրբ ու պատվական արյունը իբրև իր մեղքերի թողություն, եւ այդ մարդը խոսում է օրհնության մասին, ես հստակ կարող եմ ասել, ով էլ որ լինի այդ մարդը, ինչ պաշտոն էլ որ ունենա, ինչ կարգավիճակ էլ ունենա այս աշխարհի մեջ, ինքը չի կարող օրհնված լինել, քանի որ օրհնությունը միայն մեր Հայր Աստծո մոտ է։ Քանի դեռ դու սատանայի մեղքի ու մահվան իշխանության տակ ես, դու չես կարող օրհնված լինել։ Դու գտնվում ես Տիրոջ ողորմության մեջ, բայց Տիրոջ օրհնությունը սկսվում է քո խոստովանությունից։ Երբ որ դու խորապես հասկանում ես եւ բերում ես Տիրոջ առջև քո գարշելի մեղքերը, խոստովանում ես
եւ խոստանում ես, որ երբեք չես վերադառնա այդ մեղքերին։ Տերը հավիտյան ջնջում է այդ մեղքերը, չհիշելու պայմանով, որ երբեք չի հիշելու, եւ քեզ մի նոր կարգավիճակ ատարի, Աստծո զավակ լինելու այդ կարգավիճակը, եւ հենց սա է օրհնությունը։ Ուրիշ տեղ օրհնություն մի փնտրի, ուրիշ տեղ օրհնություն չկա, օրհնությունը միայն մեր Հայր Աստծո ձեռքերի մեջ է, միայն իր հովանու տակ է, միայն իր սուրբ ներկայության մեջ է, ուրիշ տեղ չկա օրհնություն, ուրիշ տեղ սատանայի խաբուսիկ, ժամանակավոր, կարճատև երջանկություն կոչվածն է, որը որ իրականության հետ ոչ մի կապ չունի։ Դրա համար սիրելիս այսօր իմ խնդրանքն է, իմ կոչն է, իմ հորդորն է, որ այսօր դու քայլ կատարես եւ այդ ողորմության մեջ որ գտնվում ես, քո մի խոստովանության աղոթքով մտնես Տիրոջ օրհնությունների մեջ, այն իրականության մեջ, որը քո սիրող Հայր Աստված պատրաստել էր ի սկզբանե քեզ համար։ Քանի որ Տիրոջ կամքը կատարյալ բարի է քեզ համար եւ ամենալավագույնն է, որտեղ ինքը սիրող Հայր է եւ ամենալավն է պատրաստել։ Սիրելիս, արա այսօր այդ քայլը։ Մի թող վաղվան, այո, Տերը երկայնամիտ է, այո, Տերը ողորմած է, այո, եւ Տիրոջ ողորմությունը երբեք չի դադարում մեզ համար, այո, բայց փոխի քո կարգավիճակը եւ կանգնի քո արարիչ Հայր Աստծո առջեւ իբրև զավակ եւ մտիր այն խոստումների մեջ եւ այն օրհնությունների մեջ, որ Տերը պատրաստել է։ Տեր Հիսուս գալիս է, սիրելիներ, եւ շատ կարճ ժամանակ է եւ Տիրոջ գալուստը շատ մոտ է եւ պիտի պատրաստվենք մեր Տիրոջը դիմավորելու, որպես զավակներ, որպես իր սուրբ արյունով փրկված սիրելի զավակներ։ Կանչեք Տիրոջ անունը եւ եղեք օրհնված։